ասել է Օֆելիա Համալսունյանի երկարվեստի երկրպագուներ։ Ուրախ եմ ձեզ Մարիամից, Երևանից եւ ողջունում եմ հենց հատկապես այս գեղեցիկ եւ հրաշալի օրը։ Ես մեծ պատիվ եւ մեծ բավականություն եմ ունեցել ուղերձելու տաղանդաշատ երկրում աշխատանքներ բեմահարթակները Հայաստանում, Խորհրդային Մետրավարարությունում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, տարբեր համերգների շրջագայությունների ժամանակ եւ ամենուր ապերատիվ եմ եղել այն ծափողջունների, չգրադարող ծափողջունների, այն բրավոների եւ հյացական բացականչությունների, որ ամեն անգամ բեմերից հետո վայելել է մեծ երգիչ։ Տարբեր շրջագայությունների ժամանակ Օֆելիա Համալսունյանը շատ հետաքրքիր պատմություններ է պատմում իր կյանքից եւ հետագան անգամ մի պատմություն պատմեց, որը փոխանցեց ինձ իր համեսատես։ Երկրում կոմպոտում ցավեցում, ուշադրություն չի դարձնում, անուշադրության է մատնում եւ որոշ ժամանակ անց ավելի բարդանում են ցավը, որը շփվում է բժշկի։ Երկրորդ բժշկի ուշադրությամբ զննում է Օֆելիա Համալսունյանի կողոպտը։ Մի քիչ երկար է տևում եւ բժշկի աչքերի անհայտությունից Օֆելիա Համալսունյանը սկսում է դառնել։ Հետո բժիշկը աչքերն է հայտնում բժիշկներին եւ բժիշկներին եւ ասում տեսեք թե ինչ է այստեղ կատարվում։ Օֆելիա Համալսունյանը մի կերպ հավատում է իրեն եւ ասում բժիշկ, եթե ինչ-որ մի բան կա, ուզում եմ ասեք։ Բժիշկը ժպտում է եւ ասում սիրելի Օֆելիա Համալսունյան, որևէ բան չկա, դուք հրաշալի կողմում եք, այն կարծես մի ամբողջ ֆիլհարմոնիա, ուշադրի եւ հրաշալի։ Սիրելի Օֆելիա Համալսունյանի երկրպագուներ, մաղթում եմ ձեզ հրաշալի երեկո, մաղթում եմ ձեզ վայելել Օֆելիա Համալսունյանի երկերի հնչյունները, նրա ձայնի ներեջները, ասել եք թե ունենալ իսկական հրաշալի հայկական ժողովրդական երկերի երեկո։ Իր մարդու հրաշալի, կրկին ու դարձյալ սիրելի ունկնդիր, երջանիկ է, որ հայ երկրների հպարտ է, որ քո դուստը, արվեստագետի ամենաբարձր վարձատրությունը ժողովրդի սերը, ես երջանիկ եմ, քանի որ տասնամյակներ շարունակ զգացել եմ այդ ջերմ սերը, խորին խոնարհում իմ ժողովրդին, իմ ջերմ ու սիրելի ունկնդրին, նվիրումով ու միշտ հրաշապարտ Օֆելիա Համալսունյան։ I